Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, սիրելիներս, ամեն ինչում գոհացեք Աստծուց, փառք տվեք Աստծուն, ամեն օր, ամեն ժամ, ինձ մոտ Աստված անհնարինը հնարավոր դարձրեց, մի օր կպատմեմ այդ մասին, հարգելիներս, և դու իրոք կիմանաք, որ Աստված կենդանի է, Աստված մեզ հետ է, միայն մնում է հավատալ և փառք տալ Տիրոջը։ Իսկ հիմա դեմքով բարևում եմ ձեզ, բարև սիրելիներս, իմ հարազատներ, ինչպե՞ս եք, ես լավ եմ, դրել եմ մի գավաթ սուրճ, այսօր որոշեցի օրը սկսել սուրճով ձեզ հետ միասին, ովքեր ցանկություն ունեն ինձ հետ խմելու սուրճ, միասին խմենք և մի քիչ զրուցենք, հարգելիներս։ Ինչպե՞ս եք, սիրելիներս։ Առաջինը, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, իմ բարեկամներ ջան, շնորհակալություն հայտնել գեղեցիկ մեկնաբանությունների համար, շատ շնորհակալ եմ, անչափ, Աստված օրհնի ձեզ, շնորհակալ եմ բարի խոսքերի համար, շնորհակալ եմ հարգանքի և սիրո համար, ես էլ ձեզ եմ հարգում և սիրում, այս կարճ ժամանակում մենք դարձանք օնլայն հարթակում ընտանիք, հարգելի ընտանիք, շատ շնորհակալ եմ ձեզանից, մեկ առ մեկ, ամեն մեկիցդ, սիրելիներս, երեկ կիրակի էր, գնացել էինք շուկա, դե արդեն տոները մոտենում են նոր տարվա, ես որ ճիշտը խոսենք նոր տարին, հիմա ասեմ, չծիծաղեք, ընդհանրապես չեմ սիրում այդ տոնը, գիտես, այդ տոնի նախօրյակին եմ հիվանդացել, այդ տոնի նախօրյակին եմ շատ վատ օրեր տարել, չեմ սիրում ընդհանրապես, բայց ընտանիք, երեխա, թոռներ, բարեկամներ, հարազատներ, իհարկե պետք է անենք, պետք է սեղան պատրաստենք, խորտիկներ, ուտեստներ, ես որոշեցի որդուս հետ մենք գնացինք բոլորս միասին, համ ման եկանք մի քիչ, համ գնումներ փոքր կատարեցինք, ինձ միայն հարկավոր էր միս, որպեսզի ես պատրաստեմ մսի սուջուխ, չէ՞ որ մսի սուջուխը էտապ է պատրաստվում, երկար տևում է, պետք է հասցնեմ մինչև նոր տարի։ Մսի հետ նաև գնել եմ թաց լավաշ, չորը չկար, այս անգամ թացն եմ վերցրել, կկտրտենք միասին, վերցրել եմ նաև մի քիչ կանաչի և թարմը կանաչի համեմ 3 կապ, մի կապ սամիտ, դե մաղադանոցն էլ մենք Հողամասում ունենք պետրուշկան, գնել եմ նաև չիրի համար կառալյոկ, որը տպան է, արքայա նարինջ և խուրմա ուտելու համար։ Սիրելիներս, արդեն ասացի, որ գնացել ենք շուկա մի փոքր տան համար գնումներ կատարելու, ավելի ստույգ գնացել էի միս գնելու, արդեն ամանորյան տոներն են մոտենում, պետք է պատրաստեմ մսի սուջուխ, միասին ենք պատրաստելու, այստեղ անցած անգամվանից ունեմ փափուկ միս, լվացած է, սառցախցիկից եմ անել, նորից կլվանամ, կլցնեմ ջրքանվի, այսպիսի միս է հարկավոր, սիրելիներս, մի քիչ յուղոտ, տավարի կամ հորթի միս է հարկավոր մսի սուջուխի համար, տեսեք ինչ լավ միս եմ գնել, տեսնում եք, մի փոքր ոսկորե ճաշի համար կհանեմ, փափուկները պետք է աղամ մսի սուջուխի համար, խնդրեմ, բավականին կլինի, սա էլ դոշի քիթն է, ճաշի համար եմ գնել, բորշ կպատրաստեմ, սոուս, ամեն ինչ էլ կլինի, հիմա հարգելիներս, սա գնել ենք նաև կառալյոկ, չիրի համար, տեսեք ինչքան սիրուն է,
ու ինքը պինդ է չիրի համար արքայան նարինջը պետք է լինի պինդ եւ տպամ խուրմա չի լինի խուրման այս սա է որ գնել ենք ուտելու համար սա խուրման է իսկական ուտելուն է տպան չի իսկ սա տպան է չիրի համար է շատ լավ միասին պատրաստելու ենք չիրը գնել եմ նաև 3 հատ համեմ այս անգամ լավ փարթամ կապերը Հայաստանից բերված է թղթերի մեջ էլ ես հանել եմ որպեսզի մաքրեմ լվանամ սա էլ սամիտ կմաքրեմ կլվանամ ջրքամեմ կչորացնեմ կդնեմ ամանը նոր սառնարանը կդնեմ հարգելիներս կտրտում եմ հարգելիներս լավաշը սիրուն ակուրատնի նորից փափուկ լավաշ են գնել ամեն անգամ չորը չի լինում սա էլ է լավը բայց չորը ավելի անուշ է որ թրջում ես բույր համ մի ուրիշ տեսակի համ ու հոտ ունի մեր հայկական լավաշը դե իհարկե թոնրի լավաշին չի հասնի որ մեր ժամանակ մեր մայրերը կիսուրները տատիկները թխում էին այդ բույրը համ ու հոտը չունի բայց ոչինչ համեղ է սա էլ է համեղ համով է անուշ հոտ ունի հացն էլ կտրտեմ հարգելիներս նոր կանցնեմ մյուս գործերին հերթով կարգով անելով ձեզ ցույց տալով կպատրաստենք ճաշի Սիրելիներս շատ շնորհակալ եմ շատ գեղեցիկ խոսքերի համար հարսիս գեղեցիկ խոսքեր ասելու համար հարգելիներս երևի չի ցանկանում որ երևա բայց ընթացքում իրենն էլ պատրաստելիս ցույց կտամ շատ շնորհալի հարսիկ ունեմ իմ աղջիկն է աղջկաս ամուսնացրել եմ աղջիկ բերել եմ հարգելիներս շատ սիրում եմ իրեն եւ ինքն էլ մեզ եւ մեր կառուցած իրենց կառուցած գեղեցիկ ընտանիքը սիրելիներս շատ նվիրված հարսիկ ունեմ հարգելիներս հիմա դնեմ փոքր տոպրակների մեջ բոլորիցդ անչափ շնորհակալ եմ լավ խոսքերի համար այսպես դնեմ նոր կդնեմ հացամանը ավելի փափուկ կմնա պատրաստ լինի երեկոյան ճաշին ահա